կա, գումարը խնդիր չունենք։ Հիմա ինչ է ստացվում, այս խնդիրները ողջ չեն լուծվում, ցանկության բացակայություն է, թե այդ ոչնչոտող հանգամանքներ կան։ Ինձ թվում է ես արդեն բացատրեցի, գումարները բյուջեի ուղղվում են սեփական քաղաքական գերակայությունների վրա, ռեպրեսիվ ապարատ պահելու վրա, ըստ էության այնպիսի ծախսերի վրա, որից օգտվում են իրենց այսպես կոչված բիզնես գործընկերները, պետական ապարատը ուռճացնելու վրա եւ այլն, այսինքն իրանք պետական պարտքի մասն ես ասացի, թե ինչպես է ուռճացել եւ պետական պարտք եւ նրա սպասարկում, այսինքն դա իրանց գերակայություններն է, մեր գերակայություններն անում է, որովհետեւ մենք միջոցները խնայենք եւ դա ուղենք մեր առաջին հերթին առավելապես սոցիալապես անապահով խոցելի խավերի վրա, դա կենսաթոշակառուներն են, բայց այո, նաև բազմազավակ ընտանիքներն են, սահմանամերձ բնակարանում բնակվող ընտանիքներն են, հաշմանդամներն են եւ այլն, լավ։ Հարցի պատասխանեմ նայեք։ Մենք խնդիր ունենք, որովհետեւ հայտարարություններից զատ կա հայտարարությունները կատարելու ոչ թե համարձակություն, այլ ողջամտություն։ Արդյոք այդ գումարները կան, արդյոք այդ հարցերը կան, հարցերը հետազոտված են, թե ոչ։ Նույնպիսի Սյունիքում այց կատարեց վարչախմբի ղեկավարը եւ նրանք փորձում էին հարց պատասխանների միջոցով իբր թե պետական կառավարում իրականացնել, պարզվեց որ ջրօգտագործողների թիվը կոնկրետ տարածաշրջանում մարդիկ տեղյակ չէին։ Այս մարդիկ հայտարարություններ են անում, որոնց մեծ մասի վերաբերյալ, նրանց պարունակության վերաբերյալ նրանք նույնիսկ տեղյակ չեն։ Կա նաեւ երկրորդ խնդիրը։ Եթե գումարներ կան, մենք չենք խոսում արդյունավետ օգտագործման մասին, հիմա մենք հարց տանք, Հայաստանի Հանրապետությունը արդյոք կարող է իրեն թույլ տալ այս շռայլությունը մոտավորապես 14 միլիարդ դոլարի արդեն իսկ արտաքին եւ ներքին պարտք ունենալու։ Այս շռայլությունը բերում է նրան, որ մենք տարեկան 800 միլիոնից մինչև 850 միլիոն դոլար ամերիկյան տալիս ենք պարզապես սպասարկման համար տոկոսների եւ մարգումարների այսպես վճարելու հետ կապված։ Այդ անձնավորությունների հայտարարություններին լուրջ մի վերաբերվենք, որովհետև հայտարարության հետևում եթե ինչ-որ մի ֆինանսիստ կամ տնտեսագետ նրան ողջամիտ հարց ուղղի, նա պարզապես բազային չի տեղափոխի։ Հայտարարում ինչ ասում է։ Չտեսնում եք իշխանության կողմից քայլեր, որ այս խնդիրները կլուծվեն, ինչ որտեղ նաև քարոզարշավը։ Տեսեք, մենք այս հարցը բարձրացնում ենք առաջին հերթին նպատակ ունենալով գործող իշխանության վրա այո ճնշում գործադրել, հանրային ճնշում գործադրել, որպեսզի իրանք այս խնդիրները լուծեն։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խնդրի, որ իրանք ձեռք են տալի, ոչ թե լուծում են, այլ ավելի են բարդացնում։ Ոստի ամենայն հավանականությամբ այս խնդիրները կլուծվեն արդեն հաջորդ իշխանությունների օրոք եւ ուսովան մենք էլ դրան անմիջական մասնակցություն կունենանք։